Անկեղծ զրույց եմ ուզում ունենամ իմ հետևորդների, բարեկամների, ընկերների, հարազատների մի խոսքով հայ ազգ բոլորիդ հետ ուզում եմ ընդամենը մի րոպե, երկու րոպեի ընթացքում անկեղծ զրույց ունենամ։ Ուրեմն սրանից ամիսներ առաջ Հռոմի Կոլիզեի պատին ես նկարահանեցի աշխարհի ամենահին քարտեզներից մեկը, որտեղ որ մի քանի պետությունների հետ նաև գրված էր Արմենիան, Հայաստանը, մեր երկիրը, որը որ ամենաաշխարհի հին պետություններից մեկն է, այդ տեսանյութը մեծ արձագանք գտավ, միլիոնավոր դիտումներ ունեցավ, հազարավոր մեկնաբանություններ, բայց նաև որոշ ճակերտավորյան ազգանունով ճակերտավոր հայեր նաև բացասական մեկնաբանություններ գրեցին այդ տեսանյութի տակ։ Դրանից հետո Վատիկանում օրեր առաջ ես նկարահանեցի Սիքստինյան կապելայում աշխարհի ամենահին գլոբուսները, որտեղ կրկին մի քանի պետությունների հետ գրված էր Արմենիան, Հայաստանը, նորից մեծ արձագանք, նորից միլիոնավոր դիտումներ, հազարավոր մեկնաբանություններ եւ կրկին ճակերտավորյան ազգանունով ճակերտավոր հայեր մի քանի նորից բացասական մեկնաբանություններ գրեցին այդ տեսանյութի տակ։ Օրեր առաջ ես Հունաստանում նկարահանեցի հույն փիլիսոփայի պատմաբանի գրվածքները, որոնք Հայաստանի եւ հայերի մասին էր եղել, նորից մեծ արձագանք, միլիոնավոր դիտումներ, հազարավոր մեկնաբանություններ եւ նորից որոշ մի քանի ճակերտավորյան ազգանուններով ճակերտավոր հայեր նորից բացասական մեկնաբանություններ այդ տեսանյութից տակ։ Օրեր առաջ էլ Իսպանիայում նկարահանեցի Սագրադա Ֆամիլիայի վերաբերյալ, որոնք մոտիվներով հայկական խաչքարերից վերցված քանդակներ եւ նախշաքանդակներ կային Սագրադա Ֆամիլիայի վրա եւ կրկին նորից դիտումներ, հազարավոր մեկնաբանություններ, բայց կրկին մի քանի որոշ ճակերտավոր հայերյան ազգաններով կրկին բացասական մեկնաբանություններ։ Հիմա ես շեմ դուք եք։ Ինչից է որ մի քանի հոգի կան, որ հայոց պատմության, հայկական հզոր պատմության, հայկական այս սուրբ հայոց հողի պատմության փաստերի հետ կապված ինչ-որ ջղաձգումների մեջ են ընկնում, ցնցումների մեջ են ընկնում ու իրենց այդ ոնց ասեմ այդ նյութը թարախը դուրս են տալի իմ տեսանյութերի տակ։ Ես մեծ հաշվով թկած ունեմ իրենց վրա, շատ բարձր Օլիմպոսի գագաթից կարելի ասել ու իրենց մեկնաբանությունների վրա, բայց հարցը գիտեք որտեղ է, ոնց կարա հայը, եթե դա հայ է, եթե այդ ու իդեպ շատերը fake են, fake էջեր են, ու թե ովքեր են դրանց հետևը կանգնած արդյոք այդ չհայերը, այդ չգիտեմ ինչերը, օրինակ ինչ անուն դուք կդնեք այդ հայերին, ճակերտավոր հայերին, էլի այդ ճակերտավորյան ազգաններով հայերին, ինչ անուն կտայեք, ինչ ես արդեն մի քանի օր ուզում եմ մտածեմ ու հասկանամ, ուղեղիս մեջ չի տեղավորվում, թե մոտապես ինչ անուն կարելի է դրանց տալ, որ այդ ձևի ջղաձգումների ու ցնցումների մեջ են ընկնում, երբ որ հայոց պատմության հետ կապված ինչ-որ փաստի հետ են առնչվում։ Հիմա ես շեմ դուք եք, այ դուք անունները տվեք, մեկնաբանություններում գրեք, ինչ կանվանեք այդ մարդկանց, ես ինքս էլ կմեկնաբանեմ ու հասկանանք էլի որտեղից են ծնվում մեր մեջ, ինչ տարածքներում են բուսնում դրանք մեր բոլորիս մեջ, որտեղից։ Հա, իդեպ ես գտնվում եմ Բարսելոնայում թագավորի պալատի դիմաց, այստեղ եւս շատ հետաքրքիր տեսանյութ եմ նկարելու, այնպես որ այդ մի քանի մանրուքներ հայկական ճակերտավորյան ազգաններով հերթական ցնցումն է ձեզ սպասվում սպոյի կողմից։